Նախորդին Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցի կանգառներից մեկի հարևանությամբ դանակահարության դեպք է գրանցվել։ Այսօր լրատվականի տեղեկություններով նշված վայրում 4-ից 5 անձինք ավտոմեքենայից իջնելով հարձակվել են երիտասարդի վրա, նրան հասցնելով կտրող ծակող վնասվածքներ։ 1996 թվականին ծնված ՀՄ-ն շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը այսօր լրատվականի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց տուժածի առողջական վիճակի վերաբերյալ։ Երիտասարդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն առավոտյան ժամերին։ Նա ուներ մարմնի տարբեր հատվածների կտրող, ծակող և քերծված վնասվածքներ։ Վնասվածքներ կային գլխի, դաստակի, սրունքի, ինչպես նաև հետույքի շրջանում, նշեց բժիշկը։ Նրա խոսքով իրականացվել է վիրահատական միջամտություն ներքին օրգանների խոշոր անոթների և նյարդային հնարավոր վնասումները բացառելու նպատակով։ Վիրահատության ընթացքում պարզվել է, որ բարեբախտաբար կյանքի համար վտանգավոր անոթ կամ նյարդ չի վնասվել։ Վերքերը խոր չեն եղել, վերջինիս վիճակը բավարար է և համապատասխանում է տարած վիրահատությանը, ասաց Խաչատրյանը։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։